Սիրելի հայրենակիցներ, ճիշտն ասած, գիտեք ինչն է դժվար այս ազգային ժողովի դահլիճում։ Անձնապես իմ համար շատ է դժվար։ Դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել։ Դու ապրել ես, իրանք չեն տեսել։ Շատ չեմ ուզում խոսքս ծանրացնեմ այդ ամեն ինչի վրա։ Գեգամ Նազարյանը նստած է այստեղ հայկական ժամանակ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ Որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխդ պատով տվեցիր։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացիր որովհետև։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Տիկան Հակոբյանը գոնե վկա է։ Լավ։ Պարոն Հակոբյան, այսօրվա խոսքս իրականում հանձնաժողովին շատ չի վերաբերվելու, բայց վերաբերվելու է անձամբ ձեզ։ Ձեր տարեկից օրինակ Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրամյանին, ինձ, մեր տարեկիցներին, որոնցից գողացել են մեր 30 տարին, այդ 30 տարվա բովանդակությունը, պայքարը, ուրախությունը, տխրությունը եւ շարունակում են գողանալ։ Ելույթս ուղեցույց է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են ամուր պահել պետականության հենասյուները, պատմություն, արժանապատվություն, հիշողություն։ Այն հակափաստարկ է բոլոր նրանց, ովքեր ուզում են հայ ժողովրդի հիշողությունը կեղծել, ջնջել։ Խոսքս հանուն պետության եւ հայրենիքի, հակափաստարկելով փաշինյանական այն թեզերը, որոնք մեր ազգային գոյությունը եւ հենց պետականություն են վտանգում։ Միակողմանի ապազգային տրամաբանության հակադրումը պետություն, գումարած հիշողություն հավասար է ուժեղ ու կենթանի հայրենիք հայեցակարգն է։ Նախորդ շաբաթ Հայաստանի ազգային ժողովում մենք ականատես եղանք մի ելույթի, որը պաշտոնապես կոչվում էր ամփոփիչ, զեկույց, բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր, պետականություն առանց հիշողության, իրականություն առանց արմատների ու ապագա առանց ինքնության։ Այն առաջարկում էր հրաժարվել մեր պատմական դասերից, մշակութային կոդերից ու ազգային նկարագրից։ Սա բառերի խառնաշփոթ չէր, չգիտակցված պորտքում չէր, ինչպես նախորդ օրը եղավ։ Սա նախապես ծրագրված գաղափարախոսություն է, որն ունի շատ հստակ նպատակ՝ հայ ժողովրդին զրկել հիշողությունից, արմատներից եւ ինքնությունից։ Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի մանիֆեստի վերածեց անցնող մի քանի տարիներին արդեն ավանդական դարձած ներազգային կյանքում հակադրումներն ու թշնամացումները։ Հիշում եք, բաժանումները տարբեր էին՝ սև ու սպիտակ, նախկին ու ներկա, հարկատու, թալանչի, հայաստանցի ու սփյուռքահայ, հետո արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ հայրենանվեր կամավոր ու դիզերտիր, արցախցի խուճապ տարածող, դավաճան ու վարչապետի առաջին իսկ կոչով ճակատ շտապող որդի։ Նմանատիպ բաժանումները յետ պատերազմյան շրջանում այլևս որքան մեծանում էին, թուրք-ադրբեջանական ճնշումները, այդ հակադրում հարցադրումները ուղղված հասարակությանն ավելի ցայտուն, ավելի ցինիկ ու բանականություն չճանաչող էին դառնում։ Օվերտոնի պատուանի սկզբունքով հրապարակ էին նետվում ամենատարբեր մտքեր, որոնք արժանանում էին նախ համատարած պարսավանքի, դատապարտման, ապա ժամանակ հետ դառնում էին սովորական, մինչև որ մի օր դրանք այլևս իրողություն էին դառնում դժբախտաբար։ Իսկ հետո Արարատ թե Արագատ բաժանումը, ապա հայրենիք թե պետություն բաժանարարը, հաջորդիվ արդեն հայոց ցեղասպանության շուրջ անառողջ քննարկումը։ Ընդ որում ուշադրություն դարձեք, այս բոլոր հակադրումները կատարվում էին հագորդ տալով թուրք-ադրբեջանական ճնշումներին, պահանջներին ու ճաշակներին։ Անցյալ շաբաթվա ելույթում արդեն Փաշինյանն այլևս նոր դոզա ներարկեց ներհասարակական կյանքում։ Այս ամբիոնից հակադրեց Արցախյան շարժումն ու անկախության համար պայքարը, այլև Արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այ պայքարի համար։ Նա բացահայտ ձևով հակադրում է մեր նորագույն պատմության երկու հենասյուները՝ Արցախյան շարժումը եւ Հայաստանի Հանրապետության անկախացման շարժումը։ Սա ոչ թե թյուրիմացություն է, այլ գաղափարական դիրքորոշում, որն այսօր պաշտոնական է դարձել այս իշխանության համար։ Փաշինյանը միտումնավոր խոսում է, թե իբր մենք ընդամենը հիմա ենք հասել պետականություն կառուցելու իրական հնարավորության, թե մինչև հիմա Ղարաբաղի համար ենք ունեցել անկախություն։ Սա ոչ միայն պատմական փաստերի ընտրովի մեկնաբանություն է, այլ նաև վտանգավոր արդարացում
վերջին տարիների բոլոր ձախողումների համար։ Իր խմբագրիր եղած ժամանակվա ոճով ամեն ինչից մի քիչ իմանալով իբր լուրջ դատողությունների հանգող Փաշինյանը եզրակացնում է, որ մեջբերում եմ 80-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Սուտ է, ոչ ճիշտ, ոչ պատմական եզրահանգում։ Արձանագրենք, որ անկախության շարժումը մեր ժողովրդի հասարակական քաղաքական կյանքում առնվազն 20-րդ դարում զուգահեռաբար զարգացել է երկու տարբեր հատվածներում։ Սփյուռքում իր ձևավորումից ի վեր դաշնակցության ջանքերով, համառությամբ, մայիս 28-ն ու եռագույնը փայփայելուց սկսած մինչև սերունդ դաստիարակելով ու մայր հայրենիքում դեռ 50-60-ականներից անկախության գաղափարի համար պայքարած, Սիբիրյան աքսորներ տեսած, այդ ճամփեքին նաև նահատակված նվիրյալների մի ողջ փաղանգով։ Իդեպ այդ անկախական սերնդի տարածող գաղափարների մեջ իր մշտական ներկայությունն էր նաև հայոց ցեղասպանությունը։ Հայաստանում Արցախյան շարժման մեկնարկը, որը տրվեց համաժողովրդական շարժման մեկնարկ դարձած 87 թվականի աշնանը, իբրև հարթակ բնապահպանական շարժումն էր, որը խորքում էր Արցախի արցախայության խնդիրներն էր Արցախում, մինչև 88 թվականի փետրվարյան համաժողովրդական շարժումը։ Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժը։ Ամեն ինչի մակերեսային տիրապետող Փաշինյան անգամ չի էլ պատկերացնում կամ իրականում չի էլ ուզում առերեսվել հաշվի նստել պատմական այն իրողության հետ, որը տիրում էր այդ օրերին խորհրդային Հայաստանում։ Այն մթնոլորտը, որ դեռ ամուր խորհրդային միության սահմաններում մեր հասարակությունը Արցախյան շարժումը դիտարկում էր ներպետական կանոնակարգերով որոշելի քարտ, բայց բնականաբար կար նաև 60-ականների երբեք դադար չառած անկախականների կրակը։ Փաշինյանը միտումնավոր զրոյացնում է, անտեսում այն իրողությունը, որ ազատության հրապարակ այդ նորերին միասնական միլիոնանոց էր, բայց եւ բազմաշերտ, Գորբաչովին հավատացող դեմոկրատներից մինչև հակասեմական հայդատ խմբակի անդամներ, մերբալթյան ու վրացական, ադրբեջանական այլախոհների հետ դաշինք կազմելու երազողներից ու դրանով Արցախի հարցը լուծում տեսնողներից, մինչև Միացյալ Հայաստանի տասնամյակների երազանքով ապրած 60-ականներին մեր հողերը բացականչած դաշնակցության համակիրներ։ 1988 թվականի ժողովուրդը դուրս եկավ ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի համար։ Մարդիկ դուրս եկան արժանապատվության, արժանամակարգի, հայրենիքի համար։ Եվ այդ շարժումն էր, որ կոտրեց խորհրդային կայսրության խարխրված պատերը Հայաստանում։ Հայաստանի անկախացման անհրաժեշտությունը դարձավ համոզմունք ոչ թե Արցախյան հարցում ելք չլինելու պատճառով, այլ ոչ խորհրդային տարածքում մթնոլորտ էր այդպիսին։ Մերձ Բալտիկայից մինչև Վրաստան։ Եթե անգամ այս հարցում օրվա Հայաստանի իշխանությունները ինքնակորույս քայլեր չէին անում, ոչ թե կաշկանդված էին, այլ պահի լրջությունն էին հասկանում։ Դրա վկայությունն էր 91 թվականի Գեկաչեպեն։ Շատերը չեք հիշի, պատկերացրեք, արտանում եք մի օր Հայաստանում, որն արդեն պատրաստում է անկախության ու խորհրդային միությունում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։ Պատկերացրեք, եթե հաջողեր Գեկաչեպեն, ինչ էր լինելու։ Եվ Հայաստանի իշխանությունների լրջությունը ի հակադրություն Փաշինյանական իշխանության, որ խելքին ոնց փչի Ստեփանակերտում ինչ բղավի։ Ու վերջապես անկախության հռչակում հանրաքվե եւ զուգահեռ նույն process-ն արդեն Արցախի հանրապետությունում էր։ Ողջ աշխարհում էլ ազատագրական շարժումները հաճախ ունեցել են եւ ունեն բազմաշերտ շարժառիթներ եւ Ղարաբաղյան հարցը եղել է համազգային ինքնության, արդարության ու անվտանգության կարևոր բաղադրիչ։ Հայաստանը աշխարհին, անգամ խորհրդային Հայաստանին հաշվի առավ, գործակից դիտեց, աշխարհի մայրաքաղաքներում մեր ղեկավարներին ընդունեց, քանի որ Ղարաբաղյան պայքարներ ուժեղացնում մեր ժողովրդին ու երկրին։ Դա էր, որ օրակարգեր թելադրում ու ոչ թե թուլացնում մեզ։ Հետագա 30 տարիներին, եթե միջազգային բեմերում Հայաստանը եղել է ուժեղ ներկայությամբ, եթե իր տարածքով ամենափոքրը լինելով ողջ տարածաշրջանում առանձնացել է, քանի որ ուներ Արցախի հանրապետություն, քանի որ գործոն էր քաղաքական, ռազմական, դիվանագիտական։ Ու հիմա Հայաստանի Հանրապետության սահմաններում տիրող իրավիճակը 240 կիլոմետրից ավել օկուպացված տարածքի փաստը վկայում է, որ Արցախի Հանրապետությունն ինչ կարևորագույն ու գնահատելի
անվտանգային բարձիկ էր ու գործոն Հայաստանի Հանրապետության համար։ Արցախյան շարժումը պայքար էր հանուն արժանապատվության, ինքնիշխանության և պետականության ամրապնդման, անկախության պայքար էր, ոչ թե պետականության խաթարման։ Իդեպ, չբացելով փակագծերը, մի անգամ 1991 թվականի մարտ ամսին Հայաստանի Գերագույն խորհրդի փակ քննարկման ժամանակ, որտեղ ուսանողության անունից ներկա եմ եղել ու ելույթ ունեցել, այդ նիստում ևս մեկ անգամ խոսվել է Արցախյան հարցի մասին։ Արցախյան շարժման կարևորագույն արդյունքը Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր Հայաստանի իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս, պարտական են Արցախյան շարժմանը, չեն բացում փակագծերը, բայց այսօր այդ շարժումը հռչակվում է որպես խանգարող հանգամանք։ Դուք ուզում եք մի հասարակություն, որը չի հիշում ինչու սկսվեց Արցախյան շարժումը, որ չի հիշում ինչի համար տվեց զոհեր, մոռանա Շուշիի ազատագրումից մինչև Արցախի Հանրապետության զարգացումն ու կայացումը։ Փաշինյանական ելույթում շեշտում էր, որ Ղարաբաղյան շարժման շարունակությունն այսօր կործանարար է, այնինչ ոչ միայն անցյալում էր դա սխալ, այլ հիմա էլ պիտի մոռանանք, պիտի վերջ դնենք այդ մտածողությանը։ Սա նոր հարձակման փորձ է մեր հավաքական հիշողության ու քաղաքական իմունիտետի դեմ։ Բայց եկեք շատ պարզ հարց տանք. ում համար է կործանարար Ղարաբաղյան շարժման շարունակությունը։ Կործանարները նրանց համար, որոնք ուզում են հաշտեցնել հայ մարդուն իրենց պարտավորության ու հայրենիքը թշնամուն շարունակաբար զիջելու հետ։ Նախ մի հստակեցում. Փաշինյանը հայտարարում է, թե այլևս չի լինելու Ղարաբաղյան շարժում։ Իրականում Արցախյան շարժումը ավարտվել է 1994 թվականին Ադրբեջանի և Արցախի պաշտոնական ներկայացուցիչների միջև կնքված զինադադարի փաստաթղթով։ Դրանից հետո այլևս Արցախյան հարցը դարձել է միջազգային քննարկման ինստիտուցիոնալ հարց։ Այդ պայքարով անկախացած Հայաստանում ինքնիշխանությունից ամենաշատ գոռացող այս քաղաքական ուժ անցնող տարիներին մեր երկրի ինքնիշխանությունն ինչպես է ապահովում։ Օտար երկրների դրոշները սահմաններին պարբերաբար տնկելով, մեկ ռուսական դրոշներն են, հետո փոխին Եվրամիության դրոշներ, հասավ այնտեղ, որ մեր սուվերեն տարածքում գործարան կառուցելը պաշտպանելու համար տնկեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը, դա էլ չօգնեց։ Հիմա ով է ցանկանում ու կործանում մեր անկախությունը, որ մեր երկրի ծննդյան վկայական անկախության հռչակագիրը ցանկանում է ջնջել արտաքին պարտադրանքով ու թելադրանքով։ Իդեպ ասեմ պարզ, երբ առաջին անգամ Փաշինյանի շուրթերից հնչեց Ղարաբաղյան շարժումը թույլ չտալու մասին հայտարարություն, միանգամից հիշեցի մեր գործընկերների հետ արտգործնախարարությունը, երբ որ ծանոթանում էինք Ադրբեջանի հետ քննարկող փաստաթղթի, մի դրույթ կար, որ արգելվելու է եւ այլն, ագերը պաշտոնյացի Փաստորեն սրանով դաշնակցությունը փակելու եք, կատակի տվեց, բայց չասեց չէ։ Սա է մեխը։ Փաշինյանը ոչ թե համոզված է ասում շարժում թույլ չտալու մասին, այլի կատար է ասում առայժմ չվավերացված համաձայնագիրն ու ադրբեջանական հերթական պահանջը։ Արցախյան շարժման արժեքները չեն կարող խոչընդոտել Հայաստանի անկախությանը ամուր և անվտանգ պետության ունենալու իրավունքը։ Ղարաբաղյան շարժման խեղաթյուրված գնահատականներն են խոչընդոտ Հայաստանի պետականության գոյությանը։ Հաջորդ արդեն տևական ժամանակ շրջանառվող թեզը, որ Փաշինյանի մանիֆեստի մեխերից է, թե տեղի ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխություն։ Եվ դրա արձանագրումներից մեկն է պետություն և հայրենիք նույնականացումը։ Ասել է, թե իբրև հայ ժողովուրդը վերջապես ընկալում է, թե իր հայրենիքը միայն Հայաստանի միջազգային ճանաչված սահմաններում է, իր ձեռքի փայլուն կտրված քարտեզում։ Այս թեզը ձևով փաթեթավորված, բովանդակությամբ խեղաթյուրված և նպատակով խիստ վտանգավոր է ու կործանարար, և դրա տակ կա մի պարզ ուղերձ. մոռացեք այն ամենը, ինչ դուրս է այդ քարտեզից։ Սա դեկլարատիվ կապիտուլյացիա է մեր պատմության, ինքնության ու հիշողության հանդեպ։ Հոգեբանական հեղափոխության քողի տակ դուք իրականում կերտում եք ազգային մոռացում։ Հայրենիքը քարտեզով չեն սահմանում։ Հայրենիքը ստեղծվում է հիշողությամբ, մշակույթով, հաղթանակներով, հանուն հայրենիքի նահատակվածներով։ Պետությունը սահման ունի, հայրենիքը հիշողություն։ Ու երբ հայրենիքը դառնում է բեռ,
պետությունը կորցնում է իր հոգին։ Պետությունը առանց հայրենիք ընդամենը վարչական մեխանիզմ է, երբ պետությունը զրկվում է հայրենիքի գաղափարական հենքից, այն դադարում է լինել արժեք, դառնում է կառավարելի, վաճառվող ու նույնիսկ հանձնվող։ Կիրանցի օրինակը դրա լավագույն վկայությունն է։ Առանց խղճի խայթի, առանց կսկիծի, պատով հպարտացող այս իշխանությունը։ Երբ հայրենիքը չկա պետականության հիմքում, ապա պետությունն այդ պահից սկսում է ծառայել ոչ թե ժողովրդին, այլ միայն վարչակարգին։ Փաշինյանը հայրենիք ու պետություն հակադրության մեջ հայտարարում է, թե բյուջեն, հարկը, օրենսդրությունը մեր հասարակության համար ատելի են, որովհետև դա պետական համակարգի ատրիբուտներն են, բայց դա չի, որ իրականում մեր հայրենակցի համար ատելի է։ Քաղաքացին ատում է ոչ թե հարկը, այլ անարդար գույքը հարկը։ Հայտարարագրում է, որքան էլ իշխանությունը դրան գունավոր փաթեթավորի, քանի որ դրանում անարդարությունն է տեսնում իշխանավորի կողմից։ Այս իշխանությունը փորձում է ստեղծել մի նարատիվ, որտեղ գոյություն ունի միայն խաղաղության օրակարգ, բայց առանց պատմության, առանց հիշողության, առանց ինքնության։ Մեզ հաճախ համոզում են, թե հայրենիքի մասին խոսելն այն ցյալամոլություն է, թե արժանապատվության պայքարը խանգարում է խաղաղությանը եւ թե ազգային ինքնության պաշտպանության պահանջը ռևանշ է, ռևանշիզմ է։ Այդ ֆաշիստների հետ կապ չունի։ Երբ պետությունը ձգտում է ազատվել իր անցյալից, նա իրականում փորձում է ազատվել պատասխանատվությունից։ Այս քաղաքականության շրջանակներում միջազգային օրակարգից հանվել է հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, այն նույն ցեղասպանությունը, որի մասին բարձրաձայնել է մի ժամանակ համազգային պայքար էր, բայց հիմա կարծես այդ ամենը պետք է մոռացվի հանուն հերթական զիջման, հերթական խաղաղության հնարավորության։ Սիրելի հայրենակիցներ, մեր ազգը արժանի է հիշողության վրա հիմնված խաղաղության, ոչ թե մոռացության վրա կառուցված խաբկանքի։ Մեզ պետք է պետություն, որը չի վախենում բարձրաձայնել այդ ճշմարտությունը, որովհետև առանց ճշմարտության չի կարող լինել ոչ արդարություն, ոչ խաղաղություն, ոչ ապագա։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունից կամ ամբողջությամբ։ Մի քանի օրից ապրիլ 24-ն է, ինչ են արել։ Այդ տրամաբանության ներկայացում է Արցախը որպես միջազգայինորեն Ադրբեջանի ճանաչված տարածք, իբր թե դա ինչ որ ճշմարտություն է, որի հետ պետք է համակերպել, բայց այդպես է խոսում միայն նա, ով պարտվել է, պատրաստ է զիջումների հանուն ոչ թե հայրենիքի ու պետության, այլ սեփական իշխանությունը պահելու։ Ու վերջապես, արդյոք կարող է որևէ մեկը ստիպել այդ ժամանակավոր կորսված հայրենիքը հայրենիք չհամարել։ Կարող է որևէ մեկը ստիպել նույն Փաշինյանի ելույթի օրը եռաբլուրում այն հայրենակիցներին, որոնք եկել էին խնկարկելու Շահումյանի լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանի նահատակության 32-րդ տարելիցը, որևէ մեկը կարող է նրանց ստիպել, որ իրենց հայրենիքը այլևս չհամարեն Շահումյանը։ Անհնար է ջնջել դա։ Հիշողությունը կարոտը վերադառնալու հույսը։ Հակառակ դեպքում եկեք ջնջենք մեր քաղաքների անունները։ Արարատ, Մասիս, Երևանի համայնքներում անվանափոխենք Արաբկիրը, Մալաթյան, Սեբաստիան, Զեյթունը, արգելեք ծննդյան վկայականներում անվանակոչեն օրինակ իմ զույգ զավակների անուններով երեխաներ, Անի եւ Տարոն, քանի որ դրանք հայրենիքի այն հատվածներն են, որ այլևս Հայաստանի Հանրապետության մաս չեն։ Մի օր Արադ Միրզանին ասի, անձնապես չէի ուզում վիրավորել, ձեր կուսակից Թալինի քաղաքապետ, ցեղասպանության վերապրածների ժառանգ Տավրոս Սափեյանին ասեք անունը փոխի չի անի, բայց Տավրոսը չէ որ պատմական Հայաստանի մաս է։ Ուրեմն համերգացարաններում արգելեք քելել աղոք քելեր թանք մրերգիր երգը, արգելեք հնչի կոմիտասի կռունկը, որ խապիկի է սպասում։ Եվ հենց այս հիշողության ուժով, հայրենիքի ոգով, ինչպես ամեն տարի, այնպես էլ երկորից, հայ երիտասարդը, հիշողությունը չկորցրած հայ մարդը ջահերով, ծաղիկներով, քայլելու է դեպի Ծիծեռնակաբերդ, հիշելու մեր նահատակներին, դատապարտելու եւ պահանջելու պատասխանատվության ենթարկել ցեղասպանին, որ այլևս չկրկնվի այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականին ու հետո 2023 թվականին։
Ու վերջում սիրելի գործընկերներ շատ կար։ Գիտեք, անցնող տարիների Նիկոլ Փաշինյանը այնքան խառը բաներ ասել։ Սենյակումս 14 թվական այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Իսրայել օրուց հետո միակ ազգային շարժումը եղել է 88 թվականի Ղարաբաղյան շարժումը։ Հետո հիշում եք, ամեն անգամ իր ասածները մի մեջ բերեք, որտեղ վաղը հակառակն ասելու, հետո մնալու եք այդ ամեն ինչի մեջ։ Շնորհակալ եմ։